Բարև ընկերներ, բարի օր բոլորին, հույսով եմ ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Ես եկել եմ հանդիպեմ ընկերուհուս, որը եկել է Երևանից եւ գնանք մի քիչ զբոսնենք իր հետ։ Ձեզ կվերցնեմ ինձ հետ։ Ձեզ ցույց տամ մի քիչ առավոտվա Ֆլորենցիան։ Ժամը 9:15 այսպես։ Թողեցի փոքրիկներիս եւ եկա այստեղ մի քիչ զբոսնեմ։ Ձեզ հետ բնականաբար գնամ իր հյուրանոցի մոտ մինչև ինքը դուրս գա ձեզ հետ մի քիչ զբոսնեմ հետո իր հետ կզբոսնեմ բնականաբար մի քիչ այս ինչ են պատրաստել ընկերներ եկեք նայենք չգիտեմ ինչա բայց շատ հետաքրքիր տեսք ունի համեղ Այստեղ ինչ է գնանք նայենք Հա, պատրաստած պաստա է թարմ Ձերքով պատրաստած պաստա է Բայց բնականաբար դեռ փակ է Ես, որ անկեղծ լինեմ, բավականին երկար ժամանակ ինձանից պահանջվեց Որպեսզի ես սովորեմ այս իրենց սննդի կարգերին Այսինքն աշխատում են միայն 12-ից 3 հնգած հատվածում, հետո փակվում են և բացում են ժամը 7-ից մինչև 11 կամ 12-ը։ Կենտրոնում իհարկե կհանդիպեք շատ ռեստորաններ, որոնք միշտ բաց են, բայց դա ասեմ ձեզ նախապես դա տուրիստական վայրեր են։ Իսկական իտալական ռեստորանը երբեք բաց չի լինի այդ ժամերին։ Տեսեք ուր հասա։ Եկեք սենց գնամ։ Իդեպ ներողություն եմ խնդրում, եթե մեկ-մեկ կամերան թափահարում եմ։ Ես աշխատում եմ շատ դանդաղ քայլեմ, բայց միշտ չի ստացվում, ես չգիտեմ ինչի շատ արագ եմ քայլում նախ։ Երկրորդն էլ այստեղ հատակը, եթե նայեք, ամբողջը սենց Պատկացեք հին քարուքանդ, եթե ասվալտն էլ է քարուքանդ, ցավոք սրտի ես ձեզ ցույց տամ, որ դուք պատկերացնեք։ Շատ անգամ ես քայլում եմ իմ ոտը ինչ որ անհարմար դիրքով եմ դնում, իմ հեռախոսն էլ իմ հետ հավասար, տենց թափահարվում է կներեք։ Փորձում եմ հնարավորինս լավ նկարեմ։ Երևի մի օր կհասնեմ նրան, որ կգնեմ ստաբիլիզատոր Ուղղակի ինքը ինքան մեծ է, ես մի տեսակ դեռ ամաչում եմ դրանով քայլում, որ ճիշտն ասեմ։ Կապելլա Մեդիչի։ Պես ովքեր են այստեղ։ Ֆլորենտինյան բիստեկա։ Կամ բիստեկա պետք է լինի 4 մատի հաստության Այս բիստեկան, այսա նայեք, համարյա տենց էլ կա Եվ այս միսը, եթե նկատեք ինք ոնց որ հին լինի այս արտաքին հատվածը, չէ՞ մի տեսակ չոր, այդպես պետք է լինի Նրան պետք է հատուկ այսպես թողնեն, մինչև այս շերտը մի փոքր չորանա Այսա նայեք Ժողովուրդ ջան, մի հատ պայուսակս փակեմ, ձեզ նորից միանամ, թե չէ վախենում եմ կմնամ առանց դրամապանակ Արդեն հասա Սան Լորենցո Կաշվի մարկետը, ամենամեծ Ֆլորենցիայի դեպ Մյուսը գտնվում է Պոնտե Վեկիո շրջակայքում Ուժեղ կաշվի հոտը Ես չեմ սիրում այս հոտը Հայլենք, դեր հլը տեսեք, ոչ բոլորն են բաց, արդեն ստեղ վաճառքա իրականանում, շատ հավեսով, Դիտեպ այստեղ կարող եք սակարկել, ինձ թվում է արդեն գիտեք, եթե ասում 50 եվրո, ասեք ոչ 30, ու շարունակեք ձեր գինը, Հեսա նայեք, դրամապանակները 12-ից մինչև 50-60 եվրո են հասնում
Հասա Մերկատո Չենտրալը։ Իդեպ էստեղ երկրորդ առաջի հարկում հենց շուկան է, երկրորդ հարկում ոնց որ բուֆե լինի, food court, որտեղ կարող եք բավականին հարմար գներով սնվել եւ փորձել տարբեր տեսակի սնունդ։ Այստեղ վաճառում են լամպրեդոտո, եթե դեռ չեք փորձել, եթե սիրահար եք նման բաներին, լամպրեդոտոն դա կովի, այսինքն փորն է, ստամոքսն է, ներքին օրգաններն են, շատ լավ եփած, մատիտում են այսպես մեծ սենց կլոր հացիկի մեջ, տաք, որը թրջում են արգանակի մեջ, եւ ցանկության դեպքում նույնպես կարող եք խնդրել, որ անեն կծու սոուս։ Ես այդպես եմ սիրում։ Եթե ռիսկով մարդ եք եւ սիրում եք նման ուտելիք, ապա ձեզ առաջարկում եմ անպայման փորձել։ Ես օրինակ սիրում եմ, բայց ես չեմ սիրում նման բաներ։ Բայց առաջին անգամ ես կերա եւ ինձ դուր եկավ։ Ինչ լավն են։ Ինչ լավն են, նույնս բնական են։ Իդեպ լամպրեդոտոն, ոնց որ սենց ասենք միջնադարյան սենդվիչ էր, որը ուտում էր Լեոնարդո դա Վինչին։ Ընկերներ ջան։ Շարունակենք։ Քայլեմ դեպի իր հյուրանոց։ Տեսնենք այստեղ ինչեր կա։ Ինչ կա։ Օ, նոր տարվա խաղալիքներն ինչ գեղեցիկ են։ Ֆլորենցիայի ձևով։ Բոնջորնո։ Բնականաբար Դավիթը, տարատեսակ կուլոններ, ափսեներ, մի խոսքով հուշանվերներ։ Այստեղ են ամբողջը հուշանվերներ, հետաքրքիր տակտիլներ են։ Ինձ իհարկե գրավում է նոր տարվա խաղալիքը։ Շարունակենք։ Այս իմ սիրած տաղավարներից մեկն է, որը վաճառում է բլոկնոտներ, նոթատետրեր, տարբեր տեսակի, հետաքրքիր սենց թղթով, տիպիկ ֆլորենտինյան, ինչ փոքր են, հələ նայեք, շատ գեղեցիկ բաներ են այստեղ, սիրում եմ այստեղը, այստեղ ինչեր կա, գոբելեններ, բարձի երեսներ, ֆուտբոլային թիմերով հագուստ, կրկին հուշանվերներ, ընկերներ, գիտեք ես առաջի անգամ որ եկել եմ Իտալիա, ինձ այս պիզայով բաժակ նմարը հենց պիզայում, մինչև հիմա Երևանում է, ոչ մի անգամ մեջից չենք խմել, հենց այտենց դրված է, այստեղ էլ խոհանոցային տարբեր տեսակի պարագաներ են, իտալական մոտիվներով, քայլենք, տեսնենք ինչեր կան, գլխակների ինչ-որ բաժինը, պայուսակների, գոտիներ, անսահման քանակության տարբեր տեսակի իրեր են այստեղ։ Ես մի հատ զանգահարեմ, տեսնեմ նա որտեղ է, մի հատ նայեք ինչ գեղեցիկ է սա։ Հենց այս աղբի մեքենանի հարկել դիմաց պիտի կանգներ։ Սպասենք թողել է։ Նայեք։ Գեղեցիկ վայրում սուրճ խմելու, կոչվում է Լա Մենաջերը, մտնենք, այստեղ միշտ շատ գեղեցիկ է դիզայնը լինում, ձեզ մի քիչ ցույց տամ, իսկ նոր տարվա զարդարանքի մասին էլ խոսք չունեմ, մի հատ ստեղ նայեք, իդեպ այս ամեն ինչը կարող եք գնել և ձեզ հետ տանել, չափազանց ճաշակով խանութ է և ունեն նաև ծաղկեփունջերի հավաքելու ծառայություն, այստեղ ունեն նաև տարբեր տեսակի տան իրեր, տան պարագաներ և այս հատվածում կարող եք ծաղկեփունջ պատվիրել և նվիրել որևէ մեկին,
այս հատվածում շատ գեղեցիկ սրճարան է, շատ ոճային եւ սրա զույգը բացել են նաեւ Հռոմում, ասեմ ձեզ, նույնպես շատ գեղեցիկ է, կարող եք այստեղ երեկոյան նույնիսկ ընթրիք ունենալ, Տոնածառն են մեր մոտ դնում, զարդարում, լույսերը կվառեն դեկտեմբերի 7-ին, Իդեպ ինչ է վերաբերում մեր ասֆալտին, օգտատերից մեկը նշել էր, որ ես երևի ծայրամասում եմ, դրա համար ասֆալտը այսպեսին։ Ցավոք սրտի պետք է տեղեկացնեմ, որ կենտրոնում էլ այդպես։ Եվ ընդհանրապես ամբողջ Իտալիայում էլ այդպես։ Որտեղ էլ որ գնաք, ասֆալտը լինելու է այսպիսի։ Կարկատած, փոսերով, այսպիսի ծակերով։ Դրա համար շատ անգամ իմ հեռախոսը իմ ձեռքը թափ է տալիս, որովհետև ես չեմ կարողանում հարթ քայլեմ։ Հիմա գտնվում եմ կենտրոնում, որպեսզի տեսնեք որտեղ եմ կենտրոնում, այստեղ եմ։ Որպեսզի այդ հարցը չառաջանա։ Ընկերներ ջան։ Pero yo no lo pruebo. Շոկոլադային դրախտ է, ժողովուրդ։ Իդեպ սա իմ սիրածներից մեկն է, կոչվում է կրեմինո։ Սա նարնջի կեղևն է շոկոլադի մեջ։